Մայրաթորի Ռուբեն Սևակ թանգարանը մշտական ցուցադրությանը զուգահեռ հաճախ է կազմակերպում նաև ժամանակավոր ցուցահանդեսներ։ Այդ կերպ բազմաթիվ շնորհալի նկարիչներ են բացահայտվում եւ ներկայանում հանրությանը։ Նրանցից մեկն էլ Հասմիկ Կարապուլյանն է։ Հայոց հինավուրց տաճարներին է նվիրված արվեստաբանի նկարաշարքը։ Ջրաներկով ստեղծված այս բոլոր գործերը վկայում են, որ հայոց հավատքի սուրբ տաճարները լոկ անցյալի ժառանգություն չեն, կանգուն թե խոնարհված միշտ են քարոզում հավատ, հույս, սեր եւ ճշմարտություն։ Ցուցադրված ստեղծագործությունները Հասմիկ Կարապուլյանի վերջին 2 տարիների աշխատանքներն են։ Կան նկարներ, որոնք որ ֆոտոից ինքս եմ անում, կամ եթե վերցնում եմ որևիցե լուսանկարչից, անպայման նշում եմ հեղինակին, կամ արդեն պլեներների միջոցով զուտ ճարտարապետություն չէ ինձ համար, այլ այն հոգևոր արժեքներն են, որոնք որ գտնվում ես այդ վայրում եւ ստանում ես այդ հոգևոր ուժը։ Աշխատանքները տեխնիկապես բարդ են, հոսող նյութի, ջրի ու ներկի ճիշտ համադրության հետ պիտի առնչվես, որը համբերություն եւ կամք է պահանջում։ Իր խոսքում նշեց արվեստաբան Տաթև Համբարձումյանը, խոսելով նկարների բովանդակության, նաեւ հեղինակի ինքնուս լինելու մասին։ Բացառիկ դիտակետներ է կարողացել ընտրել, բոլորիս համար ծանոթ հայտնի հուշարձանները ներկայացնելով սեփական տեսողությամբ, կարևորելով հետաքրքիր տեսանկյուններ, որոնք մեզ համար էլ անակնկալ են, մեր գուցե մենք երբեք չմտածեինք, որ տվյալ կոթողը այդ տեսանկյունից այդպես կընկալվեր եւ կարողացել է ընդգծել առավելությունները կոթողի։ Հասմիկ Կարապուլյանը տաճարների ընտրության հատուկ ցանկ չունի, բայց երազում է այն օրվա մասին, երբ հայոց բոլոր սրբավայրերը թղթին հանձնած կլինի։ Հատկապես վանքերի ճարտարապետության մեջ շատ է սիրում լույսի եւ ստվերի խաղը, որն էլ փորձում է նույնությամբ փոխանցել ամենքիս։ Հասմիկ Կարապուլյանի նկարների ցուցահանդեսը Ռուբեն Սևակ թանգարանում կգործի մինչև հունվարի 31-ը։ Տաճարները միշտ կենթանի են, այդ տաճարները միշտ առաքելություն ունեն յուրաքանչյուր հայի կյանքում։ Մանավանդ մեր օրերում, երբ ծանր փորձության միջով ենք անցնում ազգովին, եւ այս ցուցահանդեսը գալիս է մեզ հիշեցնելու եւ մեր մեջ մեր նվիրումն ու հավատարմությունը ամրացնելու, որ մենք այդպիսի քաղաքակրթություն կերտած ազգ ենք եւ իրավունք չունենք մեր ուղեցրից հեռանալու, այլ հավատարմորեն իրականացնելու այն կոչումը եւ այն առաքելությունը, որպես Աստված ընտրյալ ժողովուրդ, որ մեզ տրվել է մեր երկնավոր Տիրոջից եւ մեր սուրբ հայրերի հավատամքն է։ Առաջիկայում հնարավոր է, որ իմ ցուցահանդեսը եւս հաջորդիվ տեղի ունենա այս հրաշալի սրահում Մայրաթորի Ռուբեն Սևակ թանգարանում եւ իմ աշխատանքների մի մասն էլ, այո, ընդգրկում են մեր հոյակերտ տաճարները, մի մասն էլ ավելի կենցաղային, քաղաքային, այդպես ընդհանուր ջրաներկի եւ գրաֆիկական այլ նյութերով աշխատանքներ են։ Միջոցառմանը համերգային կատարումներով հանդես եկան նաև Էջմիածնի Հրաչ եւ Սյուզան Թուֆայան հայորդաց տանսաները։ Մերի Հովսեփյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։